Ժողովուրդ ջան, բարի լույս։ Կիրակի է մայիսի 31-ը։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ հաջորդ կիրակի այսօրը Հայաստանում տեղի ունենալու պատմական ընտրություններ, որի մասին մենք խոսում ենք ամեն օր, քարոզարշավ ենք անում, ձեր բակերում եք մեզ տեսնում, տարբեր վայրերում, հանրային տրանսպորտում, մարզերում, գյուղերում, սահմանամերձ շրջաններում եւ քարոզարշավի մեջ ենք։ Առավոտ կանուխ, հիմա ես ուզում եմ խոսել ձեր հետ, որովհետեւ այսօր իմ YouTube-ի ալիքում իմ ժամն է եւ չեմ կարող չխոսել այն մասին, որ պետք է մենք սցենարներ կան քննարկենք, այլապես հետո ես ինքս ինչ չեմ ների, որ ես սա չեմ ասել ձեզ, ես սա չեմ ասել մեր ժողովրդին։ Հետեւաբար ես ուզում եմ մենք իրար հետ անկեղծ խոսենք, քննարկենք։ Ուրեմն եթե այսօրը հանում ենք, այսօր մենք Գյումրիում ենք քարոզարշավի, մնում է 5 քարոզարշավային օր, հունիսի 1-ից մինչև 5-ը, 6-րդ օրը, հունիսի 6-ը լռության օրն է, 7-ը ընտրության օրն է։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ չի կարելի տենց թմբիրի մեջ լինել, որ այն որ նորմալ է, բան քարոզարշավը գնում է, բան ընդդիմադիր ուժերը բան են անում, բան շատ լավ է վիճակը, բան։ Եկել եմ ձեզ ասեմ, որ առաջին սցենարը, որը լավ սցենարն է, որն է լավ սցենարը, մեր պատկերացրած։ Պատկերացնենք մի խումբ ընդդիմադիր ուժեր անցնում են խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը չի հավաքում 50 գումարած 1% եւ այս սցենարը լինում է կոմպրոմիսային արդեն խորհրդարանի սցենարը, ընդդիմադիր ուժերը, քանի որ ասում են չենք միավորվի Նիկոլ Փաշինյանի հետ, այդ թվում մենք բացառում ենք, թևս կկտրեն որևէ բան անել քաղաքպայմանագրի հետ, ընդդիմադիր ուժերը իրանց դաշտում սկսում են կոմպրոմիսներ փնտրել։ Այս գաղափարը Պետրոս Ղազարյանի եթերում ես ներկայացրել եմ։ Կոմպրոմիսներով քննարկում են, կոմպրոմիսային վարչապետ են առաջադրում, որը ես չեմ, Ռոբերտ Քոչարյանը չի, Սամվելը չի Կարապետյան, Գագիկը չի Ծառուկյան, ոչ մի մասնակցող ուժի ղեկավար առաջին համար չի։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև բոլորը իրանց էգոիզմը դնում են մի կողմ։ Քննարկումներով մի մարդու առաջադրում ենք որպես վարչապետ եւ բոլորով այս մարդուն լինում ենք զսպողը, հակակշռողը եւ երկրում իշխանությունը փոխվում է։ Այս կոմպրոմիսային վարչապետը բնականաբար մի մարդու կընտրենք, ով որ լեզուներ գիտի, ով որ կրթություն ունի, ով երբևէ որևէ հանցավոր սխեմայի մեջ չի եղել, հանրապետությունում բավականին շատ մարդ կա, որևէ խնդրեմ չկա։ Եվ այս մարդը բանակցային գործընթացում կլինի պաշտպանված, մենք էլ իրա թիկունքին։ Ինչու, որովհետև այս մարդը մի ուժի չի աչոտ տալու լինելու է բազմաթիվ ուժերի։ Եվ ոչ ոք իրան չի կարող ճնշումների տակ գցել։ Հիմա այլանդակ ճնշումներ կան Ռուսաստանի Դաշնությունից։ Այդ ճնշումները սրվելու են։ Մեզ մարդ է պետք, որ չգնա անդե կապիտուլացվի։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, գնալու է բոլոր պայմաններն ընդունի, որը չի բխելու Հայաստանի Հանրապետության շահերից։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ոչ միտեղ մենք չպետք է գնանք բոլոր իրանց պայմանները ընդունենք եւ հանձնվենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հասցրել է նրան, որ գնալու է այդ անի, եթե վերընտրվի։ Այս հետ գամ այս թեմային։ Սա առաջին սցենարն է, կոմպրոմիսային վարչապետ, որ բոլորով հավաքվում ենք, որոշում ենք, ընտրում ենք եւ հրաշք հասա։ Եվ սա խելքին մոտիկ է։ Սա ինչ որ թեորիա չի, սա ինչ որ տեսական ես բան չեմ ասում։ Սա հստակ լինող բան է, բայց սա համար մի բան է պետք, որ Նիկոլ Փաշինյանը չհավաքի 50 գումարած մեկ, հետեւաբար ընդդիմադիր դաշտում ոչ թե 3 ուժ անցնեն, այլ 4-5, մի քանի ուժեր ավելացնեն եւ ձևավորվի այս կոմպրոմիսային ընդդիմադիր ուժերի պարլամենտը, ովքեր քանի որ ասել են բացառում են Նիկոլ Փաշինյանի հետ որևէ բան կանեն, ստիպված իրար հետ գալու են կոնսոլիդացիայի եւ կոմպրոմիսի, ով էլ որ կանցնի, հասկանում եք, որովհետեւ եթե ես իմ էգոիզմը դնում եմ մի կողմ որպես անցողիկ ուժ, Գագիկ Ծառուկյանը որ ինչ պետք է ասի, չէինց ընտրեք որպես էլի անցողիկ ուժ, կամ Սամվել Կարապետյանը կամ այն մյուսը, բոլորը ստիպված գալու են կոմպրոմիսի։ Եվ եվրոպական կառավարման մոդելը խորհրդարանական սրա մասին է, որ բոլորով գալիս են կոմպրոմիսի եւ ընտրում են կոմպրոմիսային վարչապետ։ Այս գաղափարը ես Պետրոս Ղազարյանի մոտ ներկայացրել եմ, ով չի նայ թող ընտրել նայ։ Բավականին լավ արձագանքներ ունեմ։ Առաջինը, անձնական քաղաքական էգոիզմը մի կողմ դնելու վերաբերյալ, որ չէ ես պետք լինեմ, չէ ես կարամ մենակ փրկեմ այս ազգը, ասես բաներ են խոսում։ Կամ ես մենք գնում ենք բացարձակ իշխանություն ձևավորել, ալուրջ եք ասում, չէ լուրջ, ասենք։ Չէ դուրս գնում եք դուք բացարձակ իշխանություն ձևավորել, եղավ ախպեր, կձևավորեք։ Ու այս իմաստով այս սցենարը լավագույն սցենարն է, բայց մեր իրականացած քարոզչությունը եւ այն ինչ որ ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյան, ես դե իրան լավ գիտեմ, չէ։
Ժողովուրդ, որ տեսնում եմ, այս սցենարը վտանգի տակ է, մնացել է 5 օր։ Այս սցենարը վտանգի տակ է։ Բնականաբար պետքա պայքարել այս սցենարի համար։ Մեր պարագայում ես բոլորին կոչ եմ անում ընտրել միայն մեզ ընտրել։ Որտեւ եթե մեկը մտածում որ խոշոր ուժերը, բան խոշոր ուժերը այնա կանցնեն էլի։ Խոշոր ուժերը անցնելու վտանգ ունեն, չունեն։ Ինչի համար պետք է գնաք խոշոր ուժերին ընտրեք ընդդիմադիր։ Ինչի համար կարաք բացատրեք։ Կամ ինչ որ նոր ուժեր բան է, որ ուզում են գան ձեր վրա պարապեն, փորձարկումներ անեն, հետո ասեն, կներեք չգիտեինք։ Բայց մենք 10-քանի տարվա փորձ ենք հավաքել։ Բանակցային գործընթաց ենք տեսել։ Բա ինչի չպետք է մենք լինենք որպես փորձառու ուժ։ Դեպի իմ խնդրանքը կոչը լեգիտիմ է, որ ասում եմ միայն մեզ ընտրեք, միայն որևէ պարագայում։ Գնացինք երկրորդ սցենարը։ Երկրորդ սցենարը ահավոր սցենարն է։ Ահավոր սցենարը, դա 21 թվականի սցենարն է։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը սրում է, հիմա ինքը սրում է։ Նրա հետ սրվում են այս 3 խոշոր ընդդիմադիր ուժերը, ում որ Նիկոլ Փաշինյանը սարքել է մի ուժ, միացրել է իրար ու որպես մի ուժ է նրանց դեմ քարոզանում։ Անունները առանձին տալիս է, բայց ինքը ասում է, դրանք մի ուժ են։ Եվ այդ քարոզությունը բևեռացման քարոզությունն է։ Ինքը մոբիլիզացնում է իր անդրազանգվածը, բևեռացնում է, որ մեջտեղի ուժերը, օրինակ մենք, մյուս ուժերը բան ունենան, ընկնեն մի հատ իրավիճակի մեջ, որ ժողովուրդը սկսի տատանվել իր եւ բևեռի միջև, եւ այդ պարագայում տեղի ունենում մի բան, որ ասում է բևեռը եւ ինքը։ Եվ ինքը այդտեղ կրում է։ Ինքը տեղ գիտեք ինչ ձևի է կրում։ Ջախջախի չա կրում։ Ոնց ասեմ, սատկացնում է, չգիտեմ, ինչ բառ օգտագործեմ, ինչ ձևի է, ինչ գույնի է կրելու, եթե հանկարծ տենց բան եղավ։ Դրա համար այս վատ սցենարը, ես չեմ ուզում որ տեղի ունենա, որովհետև այս սցենարը տեսել եմ 21 թվին։ Այս ուժերը, որոնք որ գնում են հիմա, չէ, սրանք պատրաստ են միայն իշխանություն ստանձնելու։ Սրանք, եթե Նիկոլ Փաշինյանը կրեց, խորհրդանում անապատի կվերածեն, ինչի որովհետև իրանք ընդդիմադիր գործունեություն ծավալելու փորձ չունեն ու չեն կարա ծավալեն։ Ու այս վերջ 5 տարում էլ տեսել ենք, թե ինչ ա եղել իրանց հետ որպես ընդդիմադիր։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, ծայրահեղ անհրաժեշտությունը իրավաբանական գիտության մեջ, իրավունքի գիտության մեջ կա ծայրահեղ անհրաժեշտություն։ Ծայրահեղ անհրաժեշտություն է, որ հանկարծ դուք թույլ չտաք 21 թիվը կատարվի։ Եթե 21 թիվը կրկնվեց, ինչ ասեմ, կարա իմ ասեմ այրոպորտի լույսերը կարա կանջատեք գնաք։ Ոչ թե կոչ եմ անում բանի արտագաղթի, այլ խայտարակություն է լինելու։ Խայտարակից պատկերացնեմ պարլամենտ, որտեղ Նիկոլն է ու այս 3 ուժերը անապատ է դա քաղաքական անապատ է, դա կործանում է։ Ու չեմ որևէ ձևի ուրճացնում այն ինչ որ ասում եմ։ Ես ինչի եմ սա հիմա ասում։ Հանկարծ տենց եղավ այս լայվը նայելու եք, չասել եք կարես մարդ ասում էր։ Բայց ես սա չեմ անում, որ հետո ասենք, վա Էդմոնը ճիշտ է։ Ինձ вообще պետք չի, ես հետո ճիշտ լինեմ։ Ինձ բացարձակ պետք չի, ես հետո ճիշտ դուրս գամ։ Ամբյոնից էլ ասեցի Քոչարյան Սերժ Սարգսյան դուս եկեք քաղաքացուից Նիկոլը կրելու է թե մտնեք 21 թվին։ Մտանք կռիվ տվին, հետո Նիկոլը իրանց կրեց, հետո բա Էդմոնը ճիշտ էր, Էդմոնը ճիշտ, ախպեր, ինձ պետք չի ես ճիշտ լինեմ։ Ինձ բացարձակ պետք չի ես ճիշտ լինեմ։ Ինձ պետք է իմ ասած պահին ժողովուրդը լսի գա հետևիցս եւ դա կանխի, ոչ թե որ հետո դա տենց լինի, ես ինձ իմաստուն դեմքով ծխեմ, ասեմ տեսակ ախպեր, ինձ չլսիք սենց եղավ։ Ինձ 1000 տարի դա պետք չի։ Որ տեսակ ես ճիշտ էի 21-ից 26 թիվը ինչ եղավ։ Ինչեր ենք կորցրել այդ տարիներին, մի հատ ֆիքսեք։ Ինչ են էլի արա, ինչեր ենք կորցրել։ Ժողովուրդ այս սցենարը թույլ չտալու համար մի ճանապարհ կա։ Մի ճանապարհ։ Կոնսոլիդացնել ձայնը մեր վրա։ Ինչ է կատարվում հենց հիմա։ Բաքվից եկած մարդուն քսեն տվե մեր վրա, Բաքվից Հիքմետ Հաջիևի ջահելները։ Այն որ գնում են Բաքու գալիս են, դրանցից մեկը գլխավորը, կազմակերպիչը։ Անունը չեմ ուզում տամ, չպղծեմ իմ եթերը, էլի։ Դանիել Յունիսյանի այդ պատմությունը տեսակ։ Ինչ հարցակման տակ էինք, դիմեցինք ԿՀ, եկա դատու դատաստան բան, ԿՀ-ն պարտավորեցրեց, հորդորեց, ինքը ջնջեց իր գրառումները, որով մեզ թիրախավորել էր։ Մեզ վնաս հասցրեց բնականաբար, բայց գոնե հուսով եմ ուղերձ եղավ ժողովրդին, որ մենք ենք ճիշտ, մենք ենք ճիշտ, մենք ենք մաքուր։ Եղավ, այն ուժեր, ուրիշ ուժերի էլ է թիրախավորել, նրանք ոչ մի բան չեն արել, որովհետև չգիտեմ, իրանց խնդրեմ նախի չեն արել։ Հիմա ժողովուրդ, ես ուզում եմ կոչ անեմ, որպեսզի առաջի սցենարը կոմպրոմիսային վարչապետի գաղափարը մենք կյանքի կոչենք եւ միևնույն ժամանակ կանխենք 21 թվի բևեռացումը, կանխենք անապատը քաղաքական, ես ձեզ կոչ եմ անում։ Այս եթերը նայում է 10,000, 15,000, չգիտեմ ինչքան մարդ, քիչ է նայում։
տարածել ես եթերը, մարդկանց հետ զրուցել, մնացել է ըստ էության այսօրը հանած 5 օր, փոխանցել ես ուղերձը, որ մի թույլ տվեք 21 թիվը տեղի ունենա, կանխեք, այլապես հունիսի 8-ի առավոտը արթնանալու եք ու ուղակի ձեր տեղը չեք գտնելու, դուք ձեր տեղը չեք գտնելու, որ տեսնեք, թե ինչա տեղի ունեցել։ Ես չեմ ուզում դա լինի, ես չեմ ուզում իմ կանխատեսման մեջ ճիշտ դուրս գամ, այդտեղ գլուխ գովալու բան չկա, ես ուզում եմ, որ դուք մեր հետ գնանք այս բանը անենք։ Մենք անխոցելի թիմով մտել ենք, մեր դեմ դնելու ոչ մի բան Նիկոլը չունի, տենեմ եք, չունի։ Մեր դեմ դնելու բան ուրիշ ընդդիմադիր ուժերն չունեն, ՀԿ սեկտորն չունի, տեսակ հեյնիստը ու ոչ մեկ չունի։ Ու մենք փորձառու ուժ ենք, մենք փորձ ունենք։ Մենք չենք գալի ձեր վրա փորձեր անենք, պարապենք։ Ցանկացած նոր մտածընտրության ուժ, որը 3 չառաջ օրնա իր թղթերը առե կամ հիմնադրե կամ եսին բորդեից օվումա կպե ինչ արե, այդ ուժերը ոչ մի ձևի չեն կարա դիմակայեն Հայաստանի մարտահրավերներին։ Ամենայն հարգանքով ոչ մեկի մասին ոչ մի վատ բան չեմ ասում, բայց Հայաստանը փորձադաշ չի։ Երբ որ դուք ձեր տան ռեմոնտի մարդ եք ման գալի, դուք չեք գնում մեկին գտնեն, որը նոր պետք է սովորի թե ոնց ռեմոնտ անի, չէ։ Մարդ եք գտնեն, որը լավ ռեմոնտ անող է, լավ, որ ձեր տունը ընտիր ռեմոնտ անի, բայց ձեր տան մասին մտածելիս այտենց եք մտածում, փորձառու ռեմոնտ անող եք ուզում։ Երկրի մասին մտածելիս, որ ինչ պետք է գնաք, ինչ որ ուժերի ընտրեք, ինչ որ չգիտեմ, ինչ որ նորահայ ինչ որ մարդ անհասկանալի է ով է թիգ հետևին կանգնած, որտեղից ախի եկե, ինչ է ուզում, ով է ֆինանսավորում, ինչ են անում։ Ոչ մի ուժի, որը պարլամենտում չի եղել, ես ես կոչ եմ անում։ Ձայն մի տվեք, անիմաստ ջարդելու եք քվեները։ Գնացեք ուղիղ վերցրեք թիվ 19 քվեաթերթիկը քվեարկեք մեր օգտին, որ առաջի սցենարը, կոմպրոմիսային սցենարը կատարենք։ Կոմպրոմիսային վարչապետի ընտրության սցենարը կատարենք։ Եվ թույլ չտանք երկրորդ այն իմ նկարագրած ահավոր սցենարը տեղի ունենա։ Սա է իմ ուղերձը։ Աստված պահապան բոլորիս եւ Հայաստանի Հանրապետությանը։ Տարածեք ինչքան կարող եք։